Ընդ որում ասեմ նաև, որ երբեմն, երբ ես խոսում եմ ինքնազարգացման միջոցով հարստանալու մասին, շատերը ինձ գրում են, որ լավ խորհուրդներ ես տալիս, բայց իրականում կան շատ մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում, ոչ մի հմտություն, ոչ մի լավ հատկանիշ, ոչ մի այլ բարենպաստ բան չունեն, բայց եւ իրենք հարուստ են։ Ինչի հետ է դա կապված։ Իրականում երբեմն լինում է, որ մարդուն փողերը գալիս են ուղակի ճակատագրով կամ կարմայով, ես չեմ ուզում շատ խորանալ կարմայի օրենքի մասին, բայց երբեմն այդպես է մարդուն ուղակի հարստությունը գալիս է։ Բայց այդ չի նշանակում, որ տվյալ մարդը հաջողակ է։ Այդ նշանակում է, որ մարդը նախկինից ունի որոշակի կարմա, որ հիմա իրեն հարստություն է բերել, բայց այդ կարման ինչ որ մի պահի սպառվելու է։ Ու հենց այդ է պատճառը, որ երբեմն կարող ենք տեսնել, որ ինչ որ հարուստ մարդ ու հանկարծ կորցնում է իր ունեցվածքը ու հայտնում է լրիվ ոչ շահեկան իրավիճակում, ինչի որովհետև այն լավ կարման, որ ինքը ուներ, սպառվել է։ Ու նաև երկրորդը, այդ մարդիկ, ում կարմայով կամ ճակատագրով ուղղակի ինչ որ հարստություն է բաժին ընկնում, իրենք եթե զբաղվեին ինքնազարգացմամբ ու նաև որոշակի ճիշտ քայլեր անեին հիմա, իրենց միգուցե շատ ավելի մեծ հարստություն բաժին կընկներ։